Գությունը երբ ես չեմ անում ինչ-որ մեկ ինձ այսօր ռեպլիկա գցեց ինչ-որ զինվորականների թե ինձ հիշեցրեց մի հետաքրքիր ցիտատ կարծեմ եթե չեմ սխալվում ֆրանսիական մարշալ էր ասել է որ պատերազմը հաղթում են դասատուները եւ վարժապետները որ երկրում կա լավ դասատու դասախոս այդ երկիրը հաղթող երկիր է այդ ֆունկցիան մենք մեր վրա էլ է նստած որ վաղ ունենանք հետաքրքիր քաղաքացի մտածող քաղաքացի եւ ճիշտ որոշումներ կայացնող հասարակություն իսկ եթե հիմա ես չեմ ուզում երկար խոսել որտեվ խոսողներ շատ կլինեն դա բոլորին հունից հանել է մենք չենք կարող նորմալ աշխատել որտեվ երրորդ տարին է ամեն ամիս սկսում են ռեմոնտը սեպտեմբերին սկսենք հունվարին սկսենք չէ հունիսին սկսենք չէ նոյեմբերին սկսենք հասկանում եք ինչ է կատարում դա հոգեբանական ճնշում է էլեմենտար հոգեբանական ճնշում է այսինքն դու պլանավորել ոչ մի բան չես կարող դու կարող ես պլանավորել ինչպես աշխատել այդ դեպքում մի դեպք էլ ձեզ պատմեմ որ դուք հասկանաք տրամաբանություն է այս գործողության 3 թե 4 ամիս չեն տալի մեզ աշխատավարձ մեր հասնող սուբսիդիան այսինքն հունվարից մինչև այս վերջերս պարոն Թորոսյանը կարողացավ մեր աշխատած փողերից տա մեր աշխատավարձ ինչ են իրանց ասացը գայք ստորագրեք ինչ-որ թուղթ որ պետք է ստորագրեն չկա տես թուղթ իրանք պարտավոր են այդ փողը տա չի տրվում ինչի համար որ մենք ոգևորվենք որ մենք դժգոհենք չէ մենք այն մարդիկ չենք որ պետք է ոգևորվենք դժգոհենք մենք կարող ենք հակառակվել մենք կարող ենք պայքարել մեր գերագույն նպատակի համար սա այս ամեն ինչ ես ուզում եմ որ դուք տեղյակ լինեք որ նույն հարցերը էլի չտակ իսկ եթե հարցեր ունեք խնդրեմ եւ ես շատ կուզեի որ կոլեկտիվի անդամներն էլ անպայման ելույթ ունենան որտեվ ամեն մեկի մեջ հիմա մի քիչ չարություն կա մի քիչ եմ ասում շատլներ կպայթերես շենքը որը ագին ժամանակ չի կառուցվում չի Խեչ Ստանիսլավսկին ժամանակին ասել է ամենագեղեցիկ ամենահարուստ թատրոնը պետք է լինի մանուկների համար թատրոնը որ երբ երեխան մտնում է ֆոյե նա պետք է արդեն մտնի հեքիաթի մեջ հեքիաթ պետք է լինի իսկ այս գորշ վիճակում որ մենք գտնվում ենք ուրիշ խոսք ես չգտա ավելի մեղմ չի կարող է թատրոնը գոյություն ունենալ չի կարող է թատրոնը երիտասարդ դերասանները ստանան մինիմալ աշխատավարձ փոքր աշխատավարձ որ իրանց ստիպում է մի 3 տեղ աշխատել ես մի 4 տեղ որ գոնե ընտանիքը պահեն մի կերպ ուրեմն ոչ թե մենք ունենք ինչ որ բան մտածելու տեղ այլ նրանք որոնք
պարտավոր են մտածել այդ մասին։ Այսքանն է ես կասեմ, ես մնացածը խնդրեմ, եթե հարցեր ունեք, կարող եք, Վան, արի, դու էլ արի, մոտս, Արտուր, արի, ինչ հարցեր ունեք, հարգելի ժուրնալիստներ։ Աշիջան, ուրեմն ես հասկացա ձեր մի անգամից ասեմ։ Ուրեմն ես արդեն 58 տարի թատրոնում եմ։ Արվեստում չեմ ասում, ավելի երկար, բայց թատրոնում կոնկրետ 58 տարեկան եմ։ Դա արվել է միշտ այն դեպքում, երբ ուզեցել են ինչ-որ մեկին հանել, մյուսին նշանակել, հետո տալ հնարավորություն, որ թատրոնը միաժամանակ չլինի, դերասանները բարձա կարող են տարբեր տեղերում հայտնվեն, եւ այդ դեպքում շատ հեշտ է այդ թատրոնը ինչ ասես անել։ Այդ թատրոնը ինչ ուզես կարող ես անել։ Ես ճիշտ ասած իր հետ ծանոթ չեմ եւ իր մտքերի շարժումը ինձ համար ես ասում եմ այն ինչ որ թատրոններում միշտ կատարվել է կամ էլ ռեմոնտ են սկսել միշտ ես նկատի ունեմ եւ սովետի ժամանակ եւ այսպես ասած դեմոկրատիայի ժամանակ հիմնականում փող շահույթ ունենալն է։ Չէ, դա պետք է ուրիշ անի։ Իհարկե։ Այդ միշտ տենց ա եղել, այնց որ ես չեմ բացատրում ինչ-որ ճշմարտ, տենց ա եղել միշտ։ Պարոն Գասպարյան, ներողություն, ես կուզենայի ենթադրություններ չանեինք, իսկապես չանենք ենթադրություններ եւ չասենք այնպիսի բաներ, որոնց համար հետո պիտի պատասխան տանք, եթե այդպես չեղավ։ Ես կուզեի կուտակվել են բավականին շատ հարցեր, իսկապես շատ հարցեր, եւ կուզեինք ունենալ կոլեկտիվի հետ հանդիպում քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որոնք մեզ կտային սպառիչ պատասխաններ։ Եթե այս մարդը գործել է ինչ-որ մեղքեր, եթե հանցագործ է, հանցանք է գործել կամ մեղք է գործել, թող գան մեզ ասեն։ Ասեն, որ այս մարդ արել է այս սխալները, բերեն հիմնավոր պատճառներ եւ դրա հիման վրա հեռացնեն այս մարդուն, մենք էլ կասենք ինչ լավ ազատվեցինք սխալ մարդուց։ Ու մենք պահանջում ենք, այսօր մենք դիմում ենք գրել, ներկայացրել ենք քաղաքապետարան եւ խնդրում ենք, որ գան մեզ տան այդ բոլոր հարցերի պատասխանները, որպեսզի հետո մամուլում ուրիշ տեղեր, փչացած հեռախոսի նման անիմաստ եւ երբեմն ճշմարտությանը ոչ համապատասխանող լուրեր չտարածվեն։ Ամեն ինչ պետք է լինի պարզ եւ թափանցիկ։ Թող լինի մեր տնօրենը անպայման պիտի լինի այդ հանդիպմանը, ամբողջ կոլեկտիվը պետք է լինի այդ հանդիպմանը եւ պիտի լինի համապատասխան մարդը քաղաքապետարանից, ով որ կարող է պատասխաններ տալ։ Թող լինի թափանցիկ հարց ու պատասխան։ Այդ ձեզ հեռացնում ենք սրա համար։ Գուցե մեր տնօրենը ունի պատասխաններ, որ այս սա ես արել եմ օրենքի ուժին համապատասխան։ Պիտի լինի այս թափանցիկությունը, որպեսզի ավելորդ բամբասանքներ, ավելորդ սխալ լուրեր չտարածվեն, որը ազդում է նաև մեր բոլորի վրա, մեր ստեղծագործական աշխատանքի վրա։ Ի վերջո մի մոռացեք, որ այս թատրոնը ներկայանում է ամեն օր երեխաներին։ Ինչ բանով պիտի խաղանք մենք, ինչ տրամադրվածությամբ, երբ որ գիտենք, որ այսօր կարող խաղանք, վաղը չէ։ Ինչ է նշանակում չտալ հստակ պատասխաններ, այսինքն այդ նույն սուրը նաև բոլորիս յուրաքանչյուր դերասանից վզին է ուզենան առանց պատճառի հեռացնեն, չի կարող այդպիսի բան լինել։ Այդ դրա համար մենք խնդրել ենք, որ այսօր մինչև ժամը 6-ն է, չէ, եթե չեմ սխալվում, գա քաղաքապետարանի ներկայացուցիչը եւ մենք հանգիստ առանց վեճի, ոչ մեկին առանց վիրավորելու, մենք ուզում ենք սպառիչ պատասխաններ ստանալ, մենք ուզում ենք հասկանալ ինչի մասին է խոսքը։ Ընդամենը։ Եվ այդ ինչպես։ Հա։ Չեմ լսում։ Դե դա ասեցի, չէ, բանի համար էր։
հրավիրատոմս միակ տալու համար, որովհետև ասում եմ, կա լիմիտ գոյություն ունի։ Այդ լիմիտը մենք նախ չենք կացել, նախ մենք չունենք օրենքով լիմիտեր չունենք, այդպես օրենք չկա, հասկանում եք։ Իսկ իրանք ասում են, չէ, դուք չարաշահել եք, որովհետև շատ եք տվել։ Եվ այդ դրա համար հանում են, այդ լավագույն դեպքում ընկերական մարդը կարող է մոտենա, ասի ընկեր ջան, էլի, այդքան մի բաժանի։ Այդքան բան եւ հարցը փակվեր։ ինչպես ես կարծում եմ, որ դա չգիտեմ եւ ինձ համար ամենաանհասկանալին ինչու հեռացնել մի մարդու, ինչու հեռացնել աշխատող մեքենայի շարժիչը, ինչու, որը առաջ է տանում կոլեկտիվը, որը ճիշտ կարողանում է կազմակերպել աշխատանքը, կոլեկտիվի բոլոր անդամները գոհ են եւ այսօր էլ մի մարդու նման կանգնած են տնօրենի թիկունքին եւ ուզում են ամեն ինչ արած լինեն, որպեսզի մեր կոլեկտիվը չզրկվի աշխատող, բանիմաց, պրոֆեսիոնալ առաջնորդից։ Այս ամեն ինչի այս հավաքի իմաստը նաև ձեզ հրավիրելու իմաստը սա էր։ Նաև մենք չենք ուզում ազատվել, չենք ուզում հրաժարվել, չենք ուզում որ իրեն հեռացնեն աշխատանքից, որովհետև բոլորս իր հետևից մենք վստահորեն քայլում ենք, որովհետև վստահ ենք, ամենայն դեպս ես, որ որևէ բան, որևէ խնդիր, որևէ մի ինչ-որ կապված է թատրոնի հետ, մարդը կարողանում է գտնել բոլոր հարցերի լուծումը։ Բայց դուք արդեն 3 օր առաջ, 4 օր առաջ, երբ բացելիս էիք հրավիրել, հրապարակային պահանջեցիք, խնդրեցիք, հորդորեցիք քաղաքապետարանի աշխատակիցը մոտենա ձեզ։ Մինչև այսօր խնդրում ենք։ Զանգեց ձեր ներկայությամբ եւ մեր ներկայությամբ եւ հրավիրեց։ Գորժ Սարգսյանը հրաժարվեց գալ, համենայն դեպս չեկավ մինչև 6-ը, մենք մինչև 6-ը այստեղ սպասեցինք մեկ այլ լրատվամիջոցի հետ։ Եվ այս ընթացքում դուք դեռ խնդրում, պահանջում եւ Իսկ ինչ եք ուզում որ անենք, ասեք։ Իսկ ինչ պիտի անենք։ Մենք մինչև 6-ը չգա եւ որևէ պատասխան չստանա, արդեն համարել են ձեզ եւ տնօրենին էլ անելու որոշումը արդեն դառնա իրականություն։ այո։ Եկեք այդ մասին խոսենք այն ժամանակ, երբ որ դա տեղի չի ունենա, հա։ Հիմա խնդրում եմ ժամանակից առաջ չընկնենք, ես լիահույս եմ, ամեն դեպքում համոզված եմ, որ կգան։ Ահա։ Մեր բոլորի համար դա շատ կարևոր է իմանալը։ Շատ կարևոր է այդ ամեն ինչի մասին իմանալը, որովհետև ես չեմ ուզում վատ բան մտածեմ հետո իմ տնօրենի մասին։ Ես ման փողոցում հետո նրա դեմքին տեսնեմ, պարզ աչքերով նայեմ։ Ես չեմ ուզում մտածեմ, որ այդ մարդը մի գործ արել, որի մասին մենք չգիտեինք, ինչի համար իրան հեռացրել են աշխատանքից։ Ես ման պարզ նայեմ իր աչքերին, ինքն էլ իմ աչքերին։ Այդ դրա համար թող գան նստենք միասին, հանգիստ, նորմալ պայմաններում հասկանանք ինչի է այսպես եղել։ Մայրաքաղաքի թատրոնեցում եք մեկ եւ քաղաքային իշխանությունը պարտավոր է ձեզ հետ հաշվի նստել 100-ամյա թատրոնի առնվազն 100 եւ ավելի դերասանների հետ։ Եթե չեմ սխալվում, դուք նաեւ պայմանագրով առնվազն մինչեւ 150 դերասանի հետ եք աշխատում։ Եվ այս ընթացքում, պարոն Ղարաբեկյան, ստացվում է, որ մենք ավելի սուր ենք, դուք անդադ գնում եք կառուցողական ճանապարհով, բայց եկեք բաց աչքերով նայեք։ Նրանք արհամարել են այս ամբողջ կոլեկտիվին, ձեր կոլեկտիվի հանդիսատեսին, մեզ, արհամարել են ընդհանրապես երևանցիներին եւ այս ընթացքում ձեր բոլոր պահանջ խնդրանքների նույնիսկ չեն արձագանքել։ Ես հասկացա ձեր հարցը, թույլ տվեք միանգամից պատասխանեմ, որպեսզի ժամանակ շահենք։ Դուք շատ լավ բառ ասացիք, կառուցողական, ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում։ Արճակատում առայժմ չեմ ուզում լինի, որովհետեւ խնդիրները այդ հարթակում գրեթե անլուծելի են։ Խնդիրները լուծվում են, երբ որ կա կառուցողական մոտեցում։ Երբ կա փոխադարձ հարգանքով դեմ դիմաց նստել խոսելու։ Այլապես հարցերը չեն լուծվում։ Հարցերը բանի առաջ, փակուղու առաջ են կանգնում։ Չնայած այսօր արդեն մեր թատրոնում ստեղծված է մի փոքրիկ փակուղային իրավիճակ։ Այսօր մենք չունենք որևէ ղեկավար, որ եթե Աստված չանի որևէ մեկիս մի ինչ-որ թուղթ պետք լինի, ինչ-որ բան պետք լինի, մենք թատրոնից ոչինչ չենք կարող, որովհետև թատրոնը այսօր չունի տնօրեն, չունի անգամ ժամանակավոր պաշտոնակատար եւ չունի նոր նշանակված տնօրեն։ Հաստորեն ԺՊՉ նաև
Փաստորեն։ Նշանակում է, որ Սրանք- տնօրենի պաշտոնը զբաղեցնող մարդը արդեն կա եւ որին հնարավոր է վաղ գործող է, ինչպես եք պատրաստվում դիմավորել ձեզ անհայտ մարդու հետ 2-3 ամսներ արդեն շրջանառում։ Ոչ մի անունի դեմ ես կարող եմ ասել, որ մենք որևէ մեկս որևէ բան չունենք ասելու, մարդիկ են, որոնց ասել են պիտի գան եւ տնօրենեն թատրոնը, բայց մինչ այդ մենք կուզեինք սպառիչ պատասխան ստանալ, թե ինչի հիման վրա են հեռացրել մեր տնօրենին, որովհետեւ առանց դա պարզելու չի լինի։ Եվ բացի դա, եթե կա այդպիսի հարց եւ հարցադրում, ապա այդ խնդիրը սպառնում է մեզնից յուրաքանչյուրին, որովհետեւ յուրաքանչյուրս այստեղ աշխատում ենք ջանասիրաբար եւ անմնացորդ։ Եւ շատ հնարավոր է, որ օրերից մի օր մեզնից յուրաքանչյուրը ստանա ծանուցում, որ մեր աշխատանքը տվյալ հաստատությունում կասեցված է, ինչի պատճառով ուղղակի։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ, որ մի երկու խոսք տա մի մարդ, որ ամբողջ կյանքը այս թատրոնում աշխատել է, Արմեն Սանտրոսյան։ Բանա, սեր, Վահան։ Ոյ, սիրեգլի լրագրողներ, ես մի փոքր ներկայացնեմ ինձ, ես 60 տարի է այս թատրոնում եմ, 65 թվից ես այս թատրոնում աշխատում եմ, այդ 60 տարիների ընթացքում կյանքում շատ հանցագործություններ եմ տեսել, ոչ թատրոնում, դուրսը հանցագործություններ եմ տեսել, լսել, բայց այսպիսի մեղադրանք հանցագործության համար, իբր թե հանցագործություն է եւ պատժել այդպիսի դաժանությամբ, դա աբսուրդ է, դա չգիտեմ ինչ կարելի է, դրան բառեր չի գտնվում ասել, դուք մարդուն, մի տնօրենի, որից մենք շատ գոհ ենք, որը ոչինչ չի խնայում թատրոնի համար, ամեն ինչ անում է, ազնիվ, մաքուր, քաղաքավարի, կիրթ տնօրեն, այդպիսի մարդիկ դե մեզ երևի պետք չեն, մեզ պետք են, դուք էլ գիտեք, թե ինչ տեսակ մարդիկ, հասկանում եք, այդպիսի մարդկանց աշխատանքից անել, ես չեմ տեսել այդպիսի պատիժ, այսքան տարիների, որ մարդուն աշխատանքից անեն միայն նրա համար, որ նա հրավիրատոմս է տվել հաշմանդամ երեխաներին, զինվորներին, թոշակառուներին, պլանավոր, ես չեմ պատկերացնում, չի եղել այդպիսի բան է, որ պլանավոր են, թե ում քանի հրավիրատոմս պետք է տան, թոշակառուներին պետք է հասնի 3 հրավիրատոմս, չգիտեմ ուսանողին 8 հրավիր, այդպիսի բան տեսնված չի, հասկանում եք, դա ինչ է նշանակում, դա ինչ դաժանություն է, դա ինչ անմարդկային բան է, թատրոնը բոլորը կարող են գալ հրավիրատոմսով, մարդը, այստեղի աշխատողը, դերասան է, քանի տարվա, եւ հյուր է ուզում հրավիրել, եւ պետք է հրավիրենք, պետք է նախ դիմենք տնօրենին, տնօրենը դինի քաղաքապետին, քաղաքապետը պետք է թույլ տա, արդյոք մեզ 2 հրավիրատոմս տան, որ մեր հյուրերին ընդունենք։ Ինչ եք ուզում մեզանից, ինչ են ուզում, իրանց մարդ ունեն, արա թող տանեն ուրիշ տեղ խոթեն, ինչ եք քանդում ես թատրոնը, ինչի համար 95 տարվա թատրոնը, ինչի համար եք ուզում քանդել, ես չգիտեմ ով է գալու, բայց Էմինից լավ տնօրեն հազիվ թե գա, որովհետև նրանց գալու նպատակը դա չի, որ թատրոնը ծաղկի, բարգավաճի, բոլոր տեսակ թերությունները վերանան, եթե կան,
չկան։ Նվիրված աշխատում ենք առավոտ երեկո։ Ինչ եք ուզում, թողեք աշխատենք էլի։ Մենք մի վատ բան չենք անում, մենք ներկայացում ենք խաղում երեխաների համար։ Եթե դուք մեր դեկորացիաները տեսնեք, թե բանը Էմինը առանց խնայելու որևէ բան, ինչ դեկորացիաներ ունենք, ինչ զգեստներ ունենք, եւ որ վարակույրը բացվում է, հիանում ես, երեխան արդեն նայում է այդ չկնաղ տեսարանին ու գնում մտնում է հեքիաթի մեջ, մտնում է ներկայացման մեջ, ուշադիր նայում է ներկայացումը։ Ինչ եք ուզում, փալաս փուլուս բերենք կախենք, հա, բերենք փալասներ, բան, կոտրած նստարան, բան, կախ դնենք, ասենք ներկայացում ենք խաղում, չէ, դա մեր թատրոնի համար չի, որտեղ մեզ մոտ այդ չի բանի մանթունված չի, մենք պետք է ունենանք լավագույնը եւ Էմինը որպես տնօրեն դրա լավագույն ներկայացուցիչն է եւ ինչ եք անում այդ տեսակ մարդուն աշխատանքից ուզում եք հանել ախրեմցի մի աբսուրդ բանի համար որ չտեսնված բան է ես չգիտեմ ուրիշ տեղ կա որ տոմս հրավիրատոմս տալու համար մարդուն աշխատանքից անեն թող բացատրեն գան նստեն այսքան քանի օր ժողով ենք անում թող մեկը գա նստի այդ քաղաքապետարանի աշխատողները մի անգամ եկել են մեր ներկայացումներից որևէ մեկը նայել են մեկը իր երեխայի ձեռքը բռնել եկել ներկայացումը նայել չէ հազար տեսակ մենք միջոցառումներ են կազմակերպում հրավիրում ենք իրանց մեկը գալիս է չէ որտեղ նրանց հետաքրքիր չի նրանց պետք է սրան հանեն նրան բերեն խոթեն նրանց հետ է հարկավոր մենակ դա կարող են հանգիստ առանց չարչարանքի առանց տանջանքի անել մենք մեր ամբողջ կոլեկտիվով ոտքից միջև գլուխ երևի 100 հոգի ենք բոլորս դեմ ենք որ մեր տնօրենին աշխատանքից հանեն եւ բերեն ինչ որ մեկին մենք գիտենք ում են բերելու որտեղից են բերելու նա ինչի է գալու այդ բոլորը գիտենք դրա համար մենք էլ կդիմենք բոլորովին ուրիշ քայլերի ինչ քայլերի չենք ասում ինչպես իրենք են ասում դա պետական գաղտնիք է զգուշ Ой. Չէ, չկա ինքը։ Արմեն։ Դրանք ովքեր են, չեք են ճանաչում դրանք, դրանք չեք ճանաչում, գուցե դրանք չեն, գուցե բոլորը ուրիշ մարդիկ, մեկ էս մարդկանց անուններ են, որ ուզում ենք բերել, դրանց եք լսել, մենք ով դեմ ենք այդ տեսակ մարդկանց, մենք ուզում ենք, որ մեր տնօրենը, մեր Էմինը, ինչպես աշխատել է, այդպես է շարունակի աշխատել, Եվ մենք մեր 100 հոգով նրա կողքին մեջքին կանգնած ենք, պատրաստ ենք անել մեր ինչ որ պահանջի թատրոնի համար, ինչ որ իսկ նա իր վնաս թատրոնի Էմինը ոչինչ չի անում։ Եթե դատարան մտնի և պահանջի Լավ, այդ հարցերը ինձ թվում է։ Իհարկե, դատարանը մեզ կտան այսքանից։ Մենք կմտնենք։ Ամեն դեպքում դուք կանգնում եք և դուք կկանգնեք։ Այո, ինչպես որ կանգնել եք այս 3 օրը, կարող 3 օր իմացան կանգնեք, մեկը հաջորդ օրը իմացան, ախր այդ որքը ինստիտուտ
դերասանական ավարտել է, ռեժիսորական ավարտել է, մի բան էլ է։ Management. Ինչ։ Management. Կային է ավարտել։ Պետրոն է, դեք է պիսիմա։ Զգույշ Արմեն։ Զգույշ։ Նենց որ մեզ դատարանը չի վախեցնում։ Կուզենայի Շուշանը ստեղա, մեր Շուշանը։ Դերասան։ Արև։ Արի։ Հա, արի։ Դու ես ամենահին աշխատողներից, մեկ էլ Արայիկը։ Մեկ էլ լավ սաղի չկրկնեմ, որ արի։ Բարև ձեզ, ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին, ովքեր այստեղ են, այս ըմբռնման համար, սրտացավության համար ու հուսանք, որ խոսքը ճիշտ տեղ կհասնի, շուտ տեղ կհասնի, շատ բան ասվեց, Հրաշավ Ագնիցը ճիշտ ասեց, բոլորիս սիրտն էլ այս մի քանի օրը լրիվ ուրիշ ձև է բաբախում, այս անօրինականության, այս անիրավության հետ կապված, ժողովուրդ վիրավորական չէր լինի, եթե տղամարդավարի գային, նստեին, ասեին, խոսեինք, մենք պահանջում ենք, մենք էլ իրենց ասեինք, այսինքն լիներ այս հանդիպումները մեր, մենք հիմա գիտեք ինչ տպավորությունն է, ահավոր վիրավորական է, քեզ ոնց որ բանի տեղ դրած, 65 տարի թատրոնում է եղել մարդը, այս թատրոնի ուղն ու ծուծը գիտի անգի, Արևս Անտրոսյան, Արայիկը Մաթևոսյան, Անահիտ Բաբելյան, մարդիկ որոնք 30, 40, 45 տարի թատրոնում են, բոլորիս անտեսելով իրանք որոշումներ են կայացնում։ Գիտեք, ու այդ պատճառաբանությունն է վիրավորական։ Սա ծաղր է, Արմենը ճիշտ ասեց, սա ծաղր է ժողովուրդ, այս գրողը, ես անցած անգամ էլ ասեցի, նա ով գրել է այդ պատճառաբանությունը, իհարկե նրան հրահանգ է եղել, որ գտնի մի բան, գտնի 15 սանտիմետր բան ժապավեն չեն գտել այդ աուդիտը, որ արել են, որ Էմինին ասեն, ահա 15 սանտիմետր պակաս է կամ ավելա։ Չեն գտել։ Դուք հասկանում եք, մեզ ոնց որ ասվեց, զրկել են աշխատավարձից 3 ամիս։ Թատրոնում հնարավոր էր, չէ, որ այդ 15 օրը, որ ուշացրել են, հնարավոր էր, որ ինչ-որ մեկը մեզնից ունենար կրիդիտ, որ պիտի փակեր, չէ, ու այդ մարդը չի կարողացել փակի, որտեվ աշխատավարձ չեն տվել, այդ մարդը ընկել է սև ցուցակ, օրինակ, ու այդպիսի մարդիկ կան, հիմա այս դատական գործ է, ով այդ մարդուն պատասխան տալու, այդ Գոր Սարգսյանը, այդ որոշումներ կայացնողը, հարգելիներս, դուք ասում եք, դուք ինչ բան եք նախատեսում, եթե հանկարծ սենց լինի, եթե հանկարծ սենց լինի, հավատացնում եմ ձեզ, այսօր ուղղակի մեր ժողովի ժամանակ, մենք արդեն նախատեսել ենք ինչ-որ բան անել, ու շատ խիստ բան, բայց էլի չես կարում, որովհետև մարդ ես, որովհետև ամեն օր այդ աչիկները տեսնում ես, այդ պայծառ աչքերը, որ հավատում է, որ դու բոբոջաջանն ես, են էլ լավ ծոցայա,
այդ երեխեքը գալու էին հերվից ներկայացում այստեղ նայելու ու մենք չարեցինք մեր ակցիան, չարեցինք այդ երեխեքին հասկանալով, խղճալով, հավատալով, բայց դանակը հասել է ոսկորին, ինչի տեղ եք մեզ դրել։ Արմենը ճիշտ ասում, ինչ եք ուզում մեզնից, այ ժողովուրդ։ Ես չեմ ուզում հիմա նորից անել գովքը Էմին Թորոսյանի, բայց իսկապես բան իմաց մարդ է, դա սուտ չի։ Լավ մարդ է, լավ քաղաքացի է, լավ հայր է, լավ ծնող է, ու գործից հասկանում է, այսքան ժամանակ չի եղել, որ մեկը ասի, գիտեք ինչ բան է, էլի, այս բանի շնորոքները բան է, կտրված ասի, ոչինչ քար կապ գցի գնա մտի բեմ։ Տեղում բոլոր հարցերը լուծվել է։ Տեղում։ Ու էլ եմ ասում, ունենք քայլեր նախապատրաստած, որ հետո պիտի անենք, ու պիտի անենք, ու ես հիմա դառնում եմ իմ կոլեկտիվին, ձեր ցավը տանեմ, պինդ ենք մնալու։ Սա ապտակ է, լուրջ եմ ասում, սա չեմ ուզում ոչ մեկին վիրավորեմ, բայց սա ապտակ է մեզ կոլեկտիվին, սա նշանակում է մեզ հիմարի տեղ դնել, դուք ով եք, դուք փալաս, սենց կարելի է վարվել դռան դեմը գցած փալասի հետ, որ շպրտես ենկոմ, բերես փոխես խի, որ ինչ։ Մենք կորոշենք, հետո էլի հետագայում կորոշենք վաղվա մեր անելիքը, մյուս օրվա մեր անելիքը, եթե այսօր մինչև ժամը 6-ը չգան, ու անպայման կտեղեկացնենք, լրիվ համաձայն եմ Արտուր Կարապետյանի հետ, պիտի լինի այս ամեն ինչը կիրթ, պիտի լինի զուսպ, պիտի լինի ճիշտ ու տեղին։ Մենք ոչ մեկին դեմ չենք, ոչ մի անձի դեմ չի սա, մենք կողմ ենք մեր տնօրենին, իսկ այդ անձը ով պիտի գա, նա թող մտածի ինչ ճանապարհով է գալիս։ Սա իմ կարծիքն է, այս ճանապարհը ստոր ճանապարհ է։ Այս ճանապարհը ճիշտ ճանապարհ չի, գալու, կանգնելու այս կոլեկտիվին տնօրեն։ Հետագա քայլերն էլ բոլորս գիտենք, ամենայն դեպս մի 3 տարբերակ հիմա կարող եմ ասել ոնց է լինելու, հետոն, որ եկավ ինչ է լինելու, մեր բողոքի դեպքում ինչ է լինելու, մեր համաձայնության դեպքում մի քիչ այդ ամեն ինչը կերկարի նորից ինչ է լինելու, գիտենք այդ եկողը ինչի է գալիս, թատրոնը ինչ միավորվի, թատրոնը միավոր է, միավորված է շատ լավ, ինչն է միավորելու այդ եկողը, ինձ Սանդրոսյան Արմենի հետ միավորի, մենք միավորված ենք, հա, դուք ուզում եք ասեք, ինչու չէ, կա, այդ վարկածները շատ են ժողովուրդ, ես անցած անգամ ասեցի, թող ոչ ոք չկարծի, այդ գաղտնիքա, ինչ շշուկ, որտեղ եղավ, 2 րոպե հետո բոլորն իմանում են։ Այսօր ինձ զանգում են նենց անուններ են տալիս, այս ինչ մարդը, այս ինչ բանն է գրե Տաթևի մասին։ Տաթևը միգուցե հեչ կապ չունի այս ամեն ինչի հետ։ Տաթևը սխալվել է, որ Վահան Միրաքյանին է ասել։ Էս եք ուզում։ Խնդրեմ։ Это ж պայթեց եմ։ Ընդեղ լույս կա, հանգիստ։ Այսա հավաքելու են սաղից։ Չէ, ինչի։ Դες չի։ Դու աննական կալը իրենց համար։
Էս հիմա անջատվեց լրիվ։ Այս ուզում են հեսա կարող է երկրորդը միացնեն։ Դիմերնակցե։ Հա, գնացել են ժողովուրդ, հիմա կլնի։ Մենակ չնայեք լույսին, դնեն, որ լույս լինի։ Միկրոֆոնները չեն աշխատում։ Ոնց չեն, մեր աշխատում է։ Աշխատում է, իրանց Մեր աշխատում է, մեր բանով է։ Ժողովուրդ։ Հա։ Լավ, ուրեմն մինչև լույսը լինելը ձեր հարցին ի պատասխան, թե ինչի է այս ամեն ինչ արվում, որպեսզի միավորեն ուրիշ թատրոնի հետ, նկատի ունեք։ Ինչու՞ չէ, կա նաև այդ բանը խոսակցությունը, որ ուզում են միավորեն, կա նաև ուրիշ խոսակցություններ։ Այսօր հիմա կանչին լրիվ մի սարսափելի բան է ասել, որ 5 տարի առաջ թատրոնի շենքը արդեն վաճառված է եղել։ Հասկանում եք, խոսակցություններ շատ կան։ Այդ դրա համար ենք մենք ուզում, որ գան այդ մարդիկ։ Ես գիտեմ ինչ։ Հանդիպենք, պատասխանները, հարցերը տանք, պատասխանները ստանանք։ Հա։ Ինչ վերաբերվում է անձերին, դուք էլ ինձնից լավ գիտեք, քանի հոգու Արմեն Սանտրոսյանն էլ ասեց, քանի հոգու անուն է շոշափում, հասկացեք, այդ մարդիկ արդեն որոնց ասել են, ամենին հանում ենք, դուք գալիս եք, են էլ ասել է, եթե հանեք կգանք, բայց ինչի համար են գալիս։ Այս մի Ինչը՞։ քիչ Ոչ, ես դա բարոյական չեմ համարում, ես դա համարում եմ անբարոյական, այդ մարդը ով որ պիտի գա, այդ դա էլ իր բարոյական աստիճանն է, չափը։ Ես օրինակ կասեի ներողություն, ես ինքնա բացարկեմ հայտարարում, ես չեմ գնա։ Ոչ, միանշանակ։ Ես խնդրում եմ ժողովրդների լրագրողներ, մի խառնեք հացը չորի հետ, մի տվեք հենց պրովոկացիոն հարցեր, որ էմոցիոնալ դերասանները չեն հավաքի իմաստը։ Խնդրում եմ ձեզ, ուղղակի, այստեղ ոչ մի քաղաքական բան չի։ Հարգելի Արտուր Կարապետյան, ինչեր քեզ թվում, որ ես այդքանը չեմ կարող ասել։ լավ, Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալություն։ ասածը, եթե հարցեր կլինի, Ես կարճ խոսեմ, որ նախորդ արդեն ամեն ինչ ասվեց, Ճուշի, Արմենի ելույթներից հետո ամեն ինչ արդեն պարզ է։ Բայց ես ուզում եմ մի բան հասկանամ, եթե դուք չէ, եթե մեզ մոտ դեմոկրատիա է, չէ՞։ Բայց ձեր այստեղի արվածը ինչ է։ Սա ավտորիտար բան, չէ՞, չի կարելի այդպես։ Բռնապետական ապրես։ Չի կարելի, չէ՞ այդպես։ Ու ինչ է նշանակում մի ամբողջ կոլեկտիվ բանավոր կերպով, թե ինչ-որ մի մարդու հանել գործի։ Եվ արհամարը մի ամբողջ կոլեկտիվ։ Ով է դες բան տեսել։ Եվ երկրորդը, այդ 3 ամիս աշխատավարձ չտալու համար ով է պատասխան տալու։ Ով։ Ժողովուրդը չէ, ամարտիկ են, ամեն մեկ ընտանիք է պահում, երեխա է պահում։ Այդ մարդկանց, ով է դրանց պատասխան տալու։ Դա համար կարծեմ, եթե այստեղ բան կա,
իրավաբան ստեղա։ Չգիտեմ գործ ասում, քրեական գործ ասում դա մտե չէ։ Ամարտե Եթե ասում եմ թող մենք կողմից եք տալի մեր գործը։ Մենք էլ դրանով կարող ենք դատարան։ Եվ չունեն։ Հա, դե։ Անայդ Բաբելյան գգակ երկու խոսք դուք եւ մի օքել ելույթ կունենաք չէ ջայլներից ով կա ով կոս սակոնը ստեղա արի հիմա Նախ շնորհակալություն բոլոր լրագրողներին արձագանքելու համար շատ շնորհակալ ենք որ կիսում եք մեր ցավը այսօր իրոք ցավ է մեզ համար ուրեմն կոլեկտիվը երկու ներկայացում աշխատելուց հետո խաղալուց հետո ստրեսային վիճակում բոլորը նստած են ու բոլորի վաղվա օրը անհայտ է ինչու է անհայտ Հիմա կասեք արջը մեր երջանկահիշատակ սպարապետն էր սիրում ասել արջը 7 երկիտի 7-ն էլ մեղրի մասին ես այսօր պիտի այդ իմ 7 երգը նվիրեմ մեր պարոն Թորոսյանի մասին աշխատելով 45 տարի թատրոնում ես շատ տնօրեններ եմ ճանապարհել Բոլորն էլ աշխատել են, նորմալ, լավ, այս կոմ, միջին, բավարար, գերազանց ըստ մեզ աշխատել է Էմին Թորոսյանը, 7 տարի ազատելով մեր բացի ստեղծագործական մեր մտածելուց պիեսների շուրջ Բոլորը ապահովել է ինքը, չի թողել մենք մտածենք ոչ զգեստի, ոչ հագուստի, ոչ զուգագուլպայի, ոչ բեմական հանդերձանքի մասին։ Դրա համար ես ուզում եմ բոլորս Էմինի բացակայության համար թեպետ ինքը այստեղ չէ, բոլորս ծափահարենք Էմին Թորոսյանին որպես լավ տնօրեն։ Եվ մեր շնորհակալությունը հայտնենք եւ մենք ուզում ենք այսինքն բոլորս ենք ուզում մեր լավը փողոց չգցել որովհետեւ այդ լավին մենք շատ երկար սպասել ենք եւ լավը այսօր ունենք ինչ վերաբերվում է այն որ քաղաքապետարանը երբևէ եւ միշտ արհամարել է թատրոնին դա բոլորս կարող ենք փաստել ուղարկվել է հրավիրատոմսեր մեր բոլոր ներկայացումներին եւ որևիցե մեկը ոչ քաղաքապետ ոչ պատասխանատու մշակույթի որևէ մեկս չի տեսել թատրոնի դահլիճում նստած եւ այսօր գնահատական տան մեր աշխատանքի մեր տնօրենի աշխատելու համար կարծում եմ սխալ է եթե մենք ենք սխալ դրա համար իրենց խնդրել ենք թող ներկայանան կոլեկտիվի առջև ասեն կոլեկտիվ ջան դուք սխալ եք որովհետև Թորոսյանը սրիկայի մեկն է արել է շատ զեղծարարություն Եվ ինքը պատժի է արժանի, եւ եթե այդ մարդուն պատժում են, մենք մեր ձեռով իրեն դատարան կտանք։ Իսկ ինչ վերաբերվում է հրավիրատոմսերին, չկա այդպիսի օրենք, որը սահմանափակի քաղաքապետարանում էլ ես տեղյակ եմ, չկա այդպիսի օրենք, որ հրավիրատոմսերի վրա դնի այո, արգելք ասի այսքանը, թեպետ կա տենց 20%, բայց ես ասեմ, որ միշտ կողմ եմ հրավիրատոմսին ինչու,
որովհետև էլի այստեղ մեզ ներկայացրել է տնօրենը, թե ում է տրվել այդ հրավիրատոմսերը։ Ամեն ինչ չի պիտի վաճառվի գումարով, խիղճը, մարդկությունը, այդ հրավիրատոմսերը մենք չենք տարել, դրել բանկ, այդ գումարը, այդ հրավիրատոմսերը բաժանվել է զինվորին, այսօր ինքը սահմանին կանգնած է, տվել է հաշմանդամին, որ երևի թե ամբողջ կյանքի ընթացքում հաշմանդամը կարող է 1, 2, 3 անգամ գալ թատրոն, տվել է ուսուցչին, որը ոչ մի ծնող իր թանկին ուղարկելով, երեխային ուղարկելով թատրոն, առանց հսկողության չի ուղարկի թատրոն, իսկ այդ ուսուցիչը պարտավոր չի երեխայի կամոք ինքը գա այս թատրոնը ներկայացումը նայի և գնի։ Դրա համար տրվում է 1 հրավիրատոմս 15 երեխային ուղեկցող, ինչու՞մն է բանը։ Ես ավելի երկար չեմ ուզում, կարող եմ երկար խոսել, մենք էլ մեր իրավունքները ունենք, իրավաբանորեն, եթե քաղաքապետարանը պատճառաբանում է հրավիրատոմսերը, մենք էլ մեր պատճառաբանությունը ունենք նաև, ինչպես Արտաշես Շահվերդյանը ասեց, մեր քայլերը, հետագա քայլերը դիմելու, հետագա քայլերին դիմելու համար։ Բայց ես կրկին և կրկին ասում եմ, մեզ պետք է մեր տնօրենը, մենք ուրիշին չենք ուզում, եթե ուրիշը շատ լավն է, էլի կան տեղեր, էլի կան վարչական բոլոր մասերով, շատ պահանջված, եթե իրենք լավ ծառայողական քննություն են տվել, ուրեմն բոլոր ոլորտները աշխատողի կարիք ունի, լավ աշխատողի, տեղավորեք հենտեղ, մեզ մեր տնօրենն է հարկավոր, այդքան կներեք։ Դե իրակ թատրոն են ուզում, ժեկում չեն ուզում աշխատեն, դրա համար են թատրոն գալիս էլի։ Ես փորձեմ կարճ լինել էլի, նախ քանի որ վստահ եմ, որ հիմա լայվերի դիմացը նստած են, և վաղ եկողները, և այն մարդկանց ում որ դիմում ենք, ուզում եմ ասել, որ այստեղ խոսեմ, չի լսվում, ես բարձր եմ խոսում։ Կամաց քայլ է։ Ուզում եմ ասել Ժորդ, ես ընդամենը 4 տարի եմ ես թատրոնում աշխատում, ես թատրոնի երիտասարդներից մեկն եմ։ Ուզում եմ ասել այն մարդկանց, ովքեր որ պիտի գան, մի շտապեք գալ իրականում, որտեղ առանձնապես ես թատրոնում աշխատելը հեշտ բան չի։ Սարսափելի դժվար է աշխատել պատանի հանդիսատեսի թատրոնում։ Այստեղ ձեզ աստղեր ու ինչ որ միլիոններ վստահեցնում եմ չի սպասվում։ Նաև ուզում եմ դիմել քաղաքապետարանի համապատասխան մարդկանց, ասելով, որ ընկերներ, դուք ձևը չեք իմանում ոչ մի բանի։ Եթե դուք նույնիսկ ուզում եք, նայեն որ մենք ասում ենք հրավիրատոմսի համար չեն հանում, այդ իրանք մեզանից լավ են հասկանում։ Պարզա որ դրա համար ոչ մեկին չեն հանում, ընդամենը մահանա է։ Հիմա որ մենք իրանց բացատրում ենք, իրանք չեն էլ լսում, դա հասկանա, իրենք շատ լավ հասկանում են։ Խնդիրը ստեղեն է, որ եթե դուք նույնիսկ որոշել եք թատրոնի համար ինչ-որ մի լավ բան անել, ախր դուք հիմա ստեղծում եք նպաստավոր պայմաններ, որ վաղը մենք լարված դիմավորենք եկող մարդուն։ Ես չգիտեմ ով է գալիս, ես անձի մասին բան չեմ ասում, այն որ մենք մեր տնօրենից բողոք չունենք, նույնիսկ որոշ գովասանքի բաներ ունենք եւ որը բացահայտ ասում ենք, ինչը հրաշալի է։ Հիմա դուք ստեղծում եք նպաստավոր պայմաններ, որ մենք կռվով դավով, ինչի համար եք դա անում, որ մենք վաղը դուք բերեք ներկայացնեք, մենք սկսենք կռվել եւ դուք մեզ էլ հանեք, ի՞նչ է ձեր ուզածը։ Ինչի եք ուզում հասնել։ Ես ուզում եմ դիմել իմ կոլեկտիվին։ Սիրելիներս, վստահ եմ, որ վաղը առավոտը կամ չգիտեմ մյուս օրը, որտեղ թատրոնը առանց տնօրեն չի մնա բնականաբար։ Բերելու են ներկայացնեն իրենց տեխնացուին։ Խնդրում եմ այսօր մենք ի վերջո հասկանանք ոնց ենք դիմավորելու եւ ինչ ենք խոսելու։ Մենք մեր խմբով, հա, մի հատ քննարկենք, այսօր նոր գնանք, այսինքն էս բաց չթողնենք, որ հասկանանք, բերելու են ներկայացնեն, ինչ ենք ասելու, ինչ ենք խոսելու։ Այսօր սպասում ենք։ Քննարկենք։ Անպայման։ Շատ բարի, ուրիշ ասելիք չունեմ, խնդրում եմ ժողովուրդ ջան, սա իսկապես շատ կարևոր թատրոն է։
մտածեք այստեղ գալուց առաջ, որովհետև եթե ունեք ուրիշ երազանքներ, այստեղ չի ստացվելու։ Այս թատրոնում չեն աշխատում, այս թատրոնում ծառայություն է, սա խոսքեր չի, որ ես ասում եմ 26 տարեկանում։ Սա ես իսկապես ասում եմ, որովհետև եթե չունեք նվիրում, չեք կարող այս թատրոնում աշխատել։ Ստեղ գանձեր չկան։ Շնորհակալություն։ Ես էլ եմ ուզում շնորհակալություն հայտնել բոլոր նորից լրագրողներին, կարծում եմ, որ ճիշտ գնահատական կտակ, ճիշտ կմեկնաբանեք, մենք դեռ կռիվ չենք ուզում, բայց մենք կռիվ անող մարդիկ ենք, այս ամեն ինչ հանգիստ չի վերջանա, եկեք խորհենք, եկեք միասին մտածենք, եկեք միմյանց հարգենք, այդ դեպքում կարող է երկխոսություն լինի, այս դեպքում չկա, այդ լավ չի, այդ պարտվելու ճանապարհը։ Շնորհակալություն բոլորիդ։ Ինչ է կատարվում թատերական աշխարհում, պարոն Ղազանչյան, եւ ինչու եք թույլ տալիս։ Երանի ինձնից կախված լիներ թույլ չտալը։ Ու այս պարագայում իհարկե ես արդեն քանի օր է զարմանք եմ ապրում, տարակուսանք։ Իմջայլց ասեմ, մենք էլ վարչությունը նամակ ուղեց քաղաքապետին, նկարագրեց իրողությունը, որ այսպես չի կարելի, որ սա հետապնդում է, հիշեցնում, եւ մենք առաջարկեցինք միջնորդի դեր կատարել, առաջարկեցինք քննարկում կազմակերպել եւ քննարկման ընթացքում ընդհանրապես բարձել ինչ է տեղի ունենում, որովհետեւ այն պատճառաբանությունը ու այստեղ հարցը գիտեք ինչ, Էմին Թորոսյանը չի խնդիրը։ Խնդիրը մոտեցումն է։ Խնդիրը մոտեցումն է, ընդ որում այդ տեսեք դեպքեր են լինում, որ ես չեմ խոսում, որովհետև ինչ որտեղ ներքուստ ընդունում եմ այդ փոփոխությունը եւ ինքս էլ գտնում եմ, որ փոփոխության ժամանակը եկել է, բայց այս պարագայում երբ որ գործ ունենք պրոֆեսիոնալ մարդու հետ, մարդ, որն իր կրթությամբ լիովին համապատասխանում է տնօրենի պաշտոնին, ավարտել է թատերական ինստիտուտը, ավարտել է մենեջմենտի կուրսեր, աշխատել է քաղաքապետարանում, գիտի այդ համակարգը նաև վերևից, կիրթ անձնավորություն, գրագետ անձնավորություն, պարկեշտ անձնավորություն, այսինքն ազատել նրա համար, որ մի քանի հրավիրատոմս ավել է տվել, լավ ես ուզում եմ հարց տամ, ենթադրենք այդ հրավիրատոմսերը չէր տվել, եւ դալիճում այդ տեղերը դատարկ էին մնալու, ինչ էլիպտի հանեին դրա համար, էլիպտի ասեին, իհարկե չէ, այստեղ իմջալ է, այ այսքան հրավիրատոմս ես տվել, բան դա չէ, ուրեմն այսպես չի լինի, եթե դա խախտում է, իսկ դա խախտում չի, որովհետեւ թատրոններ կան, որ ներկայացում լրիվ հրավիրատոմսով են խաղում, համերգներ կան շատ պատկառելի, շատ հեղինակավոր կոլեկտիվների, որ ամբողջ պարտերը հրավիրատոմս է լինում, ուրեմն նստեք ու բոլորին հանեք։ Այդ ինչ եղավ 9%-ը ընդ որում, ընդհանուր հանդիսատեսի քանակի 9%-ը, 9 քանի, 96 էր, 94 էր, Էմինը ասեց, աբսուրդ է այս պատճառը, աբսուրդ է եւ այո, ճիշտ ասվեց, որ մի քիչ կոլեգիալ համերաշխություն այնուամենայնիվ պետք է լինի եւ ես չեմ կարծում, որ մեր աշխարհի մարդը իրեն թույլ տա համաձայնվի գալ թատրոն ու աշխատել որպես տնօրեն։ Ես դա չեմ պատկերացնում, որտեվ նման դեպքեր եղան, չէ, մեկին ընդունեցին տնօրեն, որ լուծարման որ թուղթ ստորագրի, հետո էլի դուրս եկավ։ Եվ նրան սևացրին, Այո, դե ես չգիտեմ ինչի վրա էր հույսը, կամ ուր էր խելքը, որ գնաց այդ քայլին։ Կոչ է անում, որ այդպիսի միամտություն չանեն եւ հպատակ։ Ես գիտեք ինչ, վերջին հաշվով հաղթում են նա, ում ձեռքին է ուժը։
իրավունքը վերջին հաշվով այդպես է, որովհետև նման դեպքերի միշտ ես հանդիպել եմ եւ այսպես է, բայց այս պարագայում ես գտնում եմ հիմա վերջին հաշվով որոշումը կայացվել է քաղաքապետի Աստծո հրովարտակ չի, էլի կարելի է եւ այդ որոշումը չեղարկել, սառեցնել, նկատի ունենալով ես չեմ ուզում բացառել, այսպես ասեմ, նախ ես իմ ընտրած ճանապարհով նկատի ունեմ թատրոնը, ես պարտավոր եմ լավատես լինել, ես պարտավոր եմ այնպես անել, որ դալիճից հանդիսատեսը մի քիչ հույս փայփայած դուրս գա, պես հիասթափված դուրս չգա, դա մեր աշխատանքի կրեդոն է, բայց այս պարագայում ինչու՞ չէ, հնարավոր է։ Եվ ես մի չգիտեմ դրա մասին ես միշտ մտածում եմ, գիտեք, ներքին օկակներում է ամեն ինչ լինում։ Օրինակ ես չեմ կարծում, որ վարչապետը գիշերները չէր քնում ու մտածում էր Գոյ թատրոնը փակելու մասին։ Ես չեմ կարծում, որ քաղաքապետը գիշեր-ցերեկ մտածում էր, թե ում բերի տնօրեն էստեղ։ Ավելի ցածր օղակներում ցավոք սրտի, իսկ նրանց մեղքը նրանումն է, ասենք վերադասի մեղքը նրանումն է, որ չեն հանդիպում։ Այսինքն ես դեռ քաղաքապետին միայն հեռուստացույցով եմ տեսել, հեռուստատեսությամբ եմ տեսել։ Մի անգամ չի եղել, որ ինչ որ հարցով, օրինակ նախկին քաղաքապետը դա անում էր, Արմեն Սարգսյան, չէ, եթե չեմ սխալվում, նա անում էր։ Այդ առումով շատ կիրթ մարդ էր եւ փոքր ժամանակվանից թատրոն գնացած, թատրոնի իմացող մարդ էր եւ դա երևում էր։ Լավ կլինի, որ մեզնից լսեն կարծիքներ։ Դուք ասում եք ժամանակը ցույց է տվել, որ ուժն է հաղթում։ Այս դեպքում կամքը կարող է այդ ուժը լինել, միասնականությունը եւ կամքը եւ հաղթել ձեր նկարագրման գուցե չիմացության մեջ, այսպես մանիպուլացված քաղաքապետ։ Ամեն ինչ հնարավոր է, ես չեմ բացառում։ Ամեն ինչ հնարավոր է, ես շատ ուզում եմ, որ այդպես լինի։ Ես շատ ուզում եմ, որ նախ քաղաքապետը կանչի իր ստորադաս պաշտոնյաներին, ասի, եթե այսպիսի իրավիճակ էր, ինչի եք ինձ դնում վատ վիճակի մեջ։ Անգամ խնդրեցին, պահանջեցին, դա նաև արել են հրապարակային Գիտեք ինչ, ըստ երևույթին, դե մենք էլ ենք արել, ըստ երևույթին որոշումը արդեն ստորագրված է եղել, ես ենթադրում եմ, այսօր է հայտնի դարձել, որ ստորագրված է, բայց ես ենթադրում եմ, որ դե մի երկու օր առաջ էր, ես ենթադրում եմ, որ ուրբաթ օրը արդեն ստորագրված է եղել որոշումը։ Ես այդպիսի ենթադրություն ունեմ, ինչևէ մենք մի երկրում ենք ապրում, մենք ուզում ենք լավ թատրոն լինի, մենք ուզում ենք լավ հասարակություն լինի եւ մենք նաեւ ուզում ենք, որ այս մարդկանց ձայները, որ նստած էին, միայն ընտրությունների ժամանակ պետք չլինեն մարդկանց։ Ես ուզում եմ, որ միշտ այդ նավագոտնի կլիպների այո, պետք է որպեսի այդ երկխոսությունը կայանա։ Ստան բան, իսկ ընդհանրապես նաև ես այստեղ եմ ոչ միայն նրա համար, որ միության նախագահն եմ, նաև այստեղ եմ, որովհետև 21 տարի այս թատրոնը ղեկավարել եմ։ 21 տարի եւ այստեղ իմ ընկերներն էին խոսում, ես նայում էի արդեն Արմենը Սանթրոսյան։ Մի քիչ դժվար է քայլում, բայց հույս ունենք, որ կուղվի, այո, հանրայնպես այո, մեր անվանի դերասանը իր տեսակը մենք երկրորդ այսօր չունենք այդ թատրոնում հայ բեմում։ Մի խոսքով թատրոնը նորմալ աշխատում է, շատ ճիշտ ռեպերտուարային խաղացանք է ընտրված, այսինքն հայ դասականները Նարդոս, Ռաֆի չեն բացել, ինչպես նաև համաշխարհային դասականներ։ Մի խոսքով Էմինը շատ ճիշտ աշխատում է, շատ պրոֆեսիոնալ աշխատում է եւ ելի եմ ասում, ես այս ամեն ինչի իմաստը մինչեւ հիմա չեմ կարողանում հասկանալ։ Դուք համարում եք, որ սա կարող է ուղղակի ներկուսակցական փոքրիկ խարդավանքների պատճառ լինել, то есть ինքը խարդավանքներ են եղել ինչ-որ մարդկանց ուզել են այստեղ գործ ուղղել, որպեսզի իրենցով անեն նաև այս թատերախմբին։ Հնարավոր է այսպիսի որոշում լինի, որը հետո քաղաքական կամ վարչական որոշման է վերածվել։
Քաղաքական չգիտեմ, չեմ կարող, դա պարզվեց բամբասանք է, դա բացառվեց, որքան ես գիտեմ, այդ տարբերակը բացառված է, այդ մյուս անուններն էլ որ հնչեցին, էլի ես ուզում եմ հավատամ, որ դա բամբասանք է դեռևս, որովհետև դեք ինչ ժողովուրդը, երբ որ ինֆորմացիա չի լինում ընդհանրապես, մարդիկ սկսում են ենթադրություններ անել իրենց Ես ամեն դեպս անուններ չէի տա, որովհետև հետո կարող է ինձ էլ քանի անգամ մեկ ստեղ են ուզում նշանակել, մեկինտեղ են ուզում նշանակել, անընդհատ ես գրել եմ հարգելի բարեկամներ, ես նման մտադրություն չունեմ, մի խոսքով կարող է հիմա էլ նման խոսակցություններ են։ Չեմ ուզում, ինչ վերաբերում է ձեր ասացին, ձեր հարցին, ավելի շուտ անձերի հետ է սա կապված ավելի քիչ ես կարծում եմ քաղաքական, որովհետև պատանի հանցատեսի թատրոնն ինչ որ քաղաքական ինչ որ դա կապ չունի կոլեկտիվն էլ ազատ մարդիկ են, այնպես մի կարծեք, որ մեկից կարող է վախենան ինչ որ բան ասեն, նույն այդ մարդիկ, որ այսօր ելույթ ունեցան, իրենք ազատ մարդիկ են եւ միշտ էլ իրենց կարծիքը ունեցել են եւ Պարոն Ազանցյան, դուք զարմացրիք, որ ասացիք, ես քաղաքապետին երբևէ չեմ հանդիպել, Տիգրան Ավինյանին, ով նաեւ փոխվարչապետ է եղել եւ այս ամբողջ ընթացքում ակտիվ գործիչներից մեկն է։ Համենայն դեպս նա ձեռք մեկնել է արվեստագետներին իր կողքին կանգնեցնելու, նկարվելու նրանց հետ։ Դուք նկատել եք ազգային ժողովի նախագահն էր փորձում իր համար դաշնամուր նվագեին մեր արվեստագետները, բայց ձեր հայրը ժամանակին Լուսավոր Ղազանչյանը անընդհատ կապ ուներ եւ նա կարողանում էր կանգ թելադրել, աշխատեցնել նաև վարչական աշխատողներին։ Ինչու է ձեր կապը այդքան խզված քաղաքային իշխանության հետ։ Թատերական գործիչների միությունը պես հանակ մասխարա չի, էլի։ Այդ հարցը երևի իրենց տակ ավելի ճիշտ կլինի։ Ես դրա պատասխանը չգիտեմ։ Չէ, ես ինչ փորձեմ։ Ես ինչ փորձեմ, չէ, Սուզի ջան, մի րոպե, այնպես չի, որ մենք ինչ որ հարց լինում է, չենք աշխատում իրար հետ։ Ուղղակի այն աշխատավոճը, այն համագործակցությունը, ասեմ, որը կար մինչև մի 3 տարի, ասենք 4 տարի, դա հիմա չկա, չէ, նախարարության հետ աշխատում ենք, դե նախարարին էլ չեմ հանդիպել, բայց Դանիելյանի հետ շատ հաճախ հանդիպում ենք, մեր ներկայացումներին լինում է, այդպես այդ կարող են այդ ակտիվ շփումները փրկել եւ թատրոնի առողջ միջավայրը եւ այսպիսի իրավիճակները, ու ձեր հեղինակավոր կարծիքը իրավիճակը բեկել շատ ավելի արագ, քան ոմանք գորշ։ Այսինքն ինչ եք առաջարկում, Չէ, ինչ ես անցած նամակներ ստանում եմ, ինչ որ հարցեր, չէ, այնպես չի, եղել է աջակցել են, Արտավազդին են աջակցել, նույն քաղաքապետարանը, նախարարությունն է, ես նախարարությունից մենք աշխատում ենք գումար չուզել, ոչ թատրոնը, մեր Պարոնյան թատրոնը։ Դե վերաբերմունք պահանջում ենք, եթե հարց լինում է, ես հանդիպում եմ Դանիելյանի հետ եւ խոսում եմ, որպեսզի նա փոխանցի։ Չէ, Մաչիլ ջան, եթե իրենց պետք է, որ իմ կարծիքը լսեն, իսկ այսօրվա այս իրավիճակը ցույց տվեց, որ պետք են, որովհետև լսում են ինչ-որ արբանյակների, ինչ-որ խորհրդավոր մարդկանց, որոնց մասին ենթադրում ենք, բայց չգիտենք ովքեր են, միայն ենթադրում ենք, եւ այդպես կադրային քաղաքականություն են վարում, որպեսզի այսպիսի սիտուացիաներ չլինի, մեկ անգամ եւս ես հիմա կամերաների առաջ ասեմ, մի խուսափեք հանդիպ, այդ դիմել է, վարչության անդամները դիմել են, բոլորը ստորագրել են նամակի տակ, դիմել են ձեզ, հանդիպեք, պատանի հանցատես թատրոնի հարցով չէ, ընդհանրապես հանդիպեք, ասեք ինչ է պետք անել թատրոնում, թատրոնի մասին օրենք չկա, թատրոններից գեղարվեստական ղեկավարի հաստիկները կամաց վերանում են, դեռ չեն հանվել, բայց իրավունքները լրիվ վերացել են, այսինքն մենք աշխատում ենք կոնկրետ մեր սերունդը, մեր հեղինակությունների հաշվին, ընդամենը, բայց ըստ էության, հիմա կարող է իմ փոխարեն մի երիտասարդ լինի ստեղծագործական ղեկավար, ասի ուզում եմ բեմադրեմ այս պիեսը, տնօրենը կարող է ասի չէ,
ես նպատակարար չեմ գտնում։ Դրանով հարցը Գասպարյանի հեղինակությունը օգտագործում այո, բնականաբար։ Թատրոնների միավորման մասին ինչ կասեք, պարոն Ղազանչյան, ինչքանով է արդարացված այդ միավորումը։ Այնքան չեմ ուզում այդ թեմայով խոսեմ, որովհետև որքան խոսում եմ այդ թեմայով, տպավորություն է, որ հեսա լինելու է դա։ Անկեղծ ձեզ ասեմ, դրանից ավելի մեծ հիմարություն չկա։ Թատրոնը կենթանի օրգանիզմ է, միասնական օրգանիզմ է։ Այդ օրգանիզմը այդ ոնց որ մարդուն դարձնեն մի ուրիշ մարդու հետ դարձնեն ոնց է կոչվում, սիամական երկվորյակներ դարձնեն։ Այդ դա էլի նստած, հիմա կաբինետներում նստած ինչ որ ենթադրություններ են անում։ Այսինքն պատանի հանդիսատեսի թատրոնը ենթադրենք միացրեցիք կամ մի ուրիշ թատրոն, ենթադրենք միացրեցիք մյուսին, ինչ եք շահում դրանից։ Ինչ է դա տալիս, մեկը թող ինձ բացատրի։ Մի երկու հաշվապահի հաստիք եք էկոնոմիա անելու։ Ինչն է դա ձեզ տալու։ Էկոնոմիա կարելի է իրենց պարտիվավճարների հաշվին եւ ծառայողականների հաշվին անել։ Դե, այդ չգիտեմ, այդ արդեն բայց ըստ էության թատրոն, քանի որ հարց տվեցիք, ցավալի է։ Դա հիմարություն է։ Եթե մտածվում է այդ մասին, որ մի ընդհանուր տնօրինություն լինի, այսինքն մի նախարարություն լինի, հետո դրա վրա էլ մի ուրիշ նախարարություն լինի, հիմարություն ընդհանրապես։ Պարոն Ղազանչյան, ինչ կասեք այն մասին, որ թատրոններում սկսել են ազգային թեմաներով դասական գործեր բեմադրվել եւ այս թատրոնում բեմադրվեց եւ արդեն տարի ու կես բավականին հաջող կերպով խաղում են Ռաֆու Խենթը։ Իդեպ ներկա եղել եք թե ոչ։ Այո, ներկա եղել եմ։ Խոսակցություն եղավ, որ միգուցե հենց Խենթն է այո, վարկած էին կապում, որովհետեւ որևէ պաշտոնյա ներկա չգտնվեց պրեմիերային, դրանից հետո էլ ներկա չեն գտնվել, ինչպես հասկացանք արտիստների խոսքից, եւ անգամ դա զուտ իմ լրագրողական նրբանկատությամբ եմ ասում, մենք երեկոներին չենք կարողանում այդ ներկայացմանը գալ մասնակցել, շատ արագ վաճառվող տոմսեր են եւ դրանք միայն ցերեկային ժամերին են դրվում։ Արդյոք այստեղ չկան ճնշումներ, մենք Էմինիս Թորոսյանը այս մասին չկարողացանք մեկնաբանություն ստանալ։ Չեմ կարծում, որ Խենթը դասական գործ է, Ռաֆու գրքերը վաճառվում են, բոլորի տանը կան, ուզում եմ ասեմ, արգելելու համար պետք է այդ գրքերը հավաքվի, վառվի, այսինքն դա հնարավոր չի, չեմ կարծում, որ ներկայացումներ պատճառը, այստեղ պատճառը զուտ անձնական մի երկու ըստ էության մանկլավիկների, այլ կերպ չեմ կարող, վատ խորհուրդներն են իրենցից վերև գտնվող ուրեմն հարթություններին։ Եվ կարելի է այդքան ոչ խելամիտ գտնվել եւ զոհել թատրոնը եւ թատրոնի մթնոլորտը այդպիսի որոշումների, այսինքն Ավինյանի տեսանկյունից է։ Կարելի է, էլի եմ ասում, պետք է հաճախակի կազմակերպի հանդիպում թատրոնի ոլորտի ներկայացուցիչների հետ։ Ես չգիտեմ։ Գիրք չի կարդացել։ Ես չգիտեմ։ Համենայն դեպս ֆեստիվալները լրիվ իրենց ճաշակով են, այդ կիսացկցկոցները եւ ես հաճախ եմ օպերայի դահլիճներում նկատում Ավինյանին, ընդ որում մինչեւ վերջ դահլիճում նստում են։ Ինչ ասեմ։ Ճաշակի հարցը։ Կարող ենք ձեզ պարոն ռեժիսոր խնդրել մոտենաք։ Շնորհակալություն ձեզ էլ։ Սուզին այսօր բարի էր ինչ։ Հա։ Սուզի ջան, սենց կանենք։ Սուր մի անգամից մարեցի։ Պարոն Հարությունյան, ժամը 6-ն է մոտենում, արդեն երկրորդ եւ փաստորեն պարոն Ղազանչյանի միջամտությամբ երրորդ դեպքն է, որ դուք պարոն Ավինյանին խնդրում եք եւ այսպես համոզում եք, որ մեկ անգամ ձեր աչքերի մեջ նայի։ Ինչու է նա խուսափում ձեր կարծիքով։ Ամաչում եք որոշումից։ Ես դժվար է պատասխանել նրա տեղը, չգիտեմ, ես ընդհանրապես չէի ուզում արդեն խոսել, որովհետեւ ճիշտն ասած, ինձ թվում է ես կրկնվելու եմ, նույն մտքերն եմ ասում քանի օր։ Պարոն Ավինյանի, ինձ թվում է, պարոն Ղազանչյանը շատ ճիշտ բան ասեց, սիրելի լրագրողներ, ինձ թվում է իսկապես այդ ներքևի էշելոններով, ինչ որ թղթերով, ինչ որ ձև, ցիրկուլի պես բարձրանում է, միգուցե պարոն Ավինյանին լրիվ ուրիշ բաներ են պատմում, ցույց տալիս բերում։ Հա, նայելա մարդը հավատացել է երևի ստորագրին։ Այդ հա։ Դե
Հիմա մենք էլ ինչ ձև խնդրենք, որ այդ մարդիկ գան, հավաքվենք, դուռը փակենք, եթե կուզենան, բայց անպայման կուզենանք, որ մեր տնօրենն էլ լինի։ Ինչի, որովհետև նա է տիրապետում թղթաբանությանը, թվերին, տարեկան, օրեկան, չգիտեմ, ամեն ինչին։ Հիմա ես որ խոսեմ, ես ավելի ստեղծագործական մասով եմ խոսելու։ Այդ դուք ասում եք խենթ է, այն մի ներկայացում, այն մի ներկայացում։ Ինչևէ, ես փորձում եմ դելիկատ լինել, որովհետև ես զգում եմ, որ այս շատ երկար է տևելու այս պայքարը, իսկ սա պայքար է։ Մենք մտել ենք արդեն պայքարի մեջ։ Ցավոք սրտի կերևա հետո ովում կգետնի։ Կամ մեզ, կամ մենք։ Ասեք։ Ժամը 6-ից հետո ձեր քայլերը, հա? Ժամը 6-ից հետո, չէ, այդ գործադուլը, այդ ամեն ինչը լրագրողներ ջան, դա ունի, այդ ամեն ինչը պետք է իրավականորեն շատ ճիշտ լինի։ Մենք հիմա այսպես չենք վեր կենալու, ընկնենք էմոցիաների ձեռու, սկսենք բաներ անել, դրանցից անկեղծ ասած մեր երկիրը ծայրից ծայր դրա մեջ է։ Ես ու մենք բոլորս կողմնակից ենք ավելի ռացիոնալ, ավելի գրագետ գործել, որովհետև այստեղ շատ մի շարք մարդկանց նաև կա հարցեր, շահեր, ինչու ոչ, եւ մենք ընդհանրապես շատ գոտեպնդված ենք եւ ինչ էլ որ անենք, առանց ավելորդ ինչ որ արտահայտությունների, վիրավորանքների, բայց շատ մեր այն որ ասում է խղճի մտոքել եւ շատ ռացիոնալ, շատ ուզում եմ որ մենք գործենք շատ ծրագրած, շատ խելացի։ Մենք իրավունք չունենք, գիտեք, ընկնենք ինչ-որ պրովոկացիաների տակ, ինչ-որ նոր տնօրենի նշանակումը, պարոն Հարությունյան, չի կանխի, չի փակի ձեր պայքարի դռները։ Մանավանդ եթե մի քիչ էլ ձեր ճաշակով լինի։ Չեք մոռանա Արադի անարդար որոշման մասին օրինակ։ Այո, հիմա մենք ես անձամբ մտածում եմ, որ գիտեք, պարոն Արտաշեսը շատ ճիշտ ասեց Շավերձյանն էր դերասան, այնքան վատ գծած ճանապարհով է գալու։ Դա գիտեք ինչ ատելության ատմոսֆերա է մտնոլորտ, ինչ են անելու, ցրելու են ամբողջ թատրոնը, որ միայն թե իրենց տնօրենը ուզած մնա։ Իսկ դուք շահեն ապրեվավճարով եւ բարձր աշխատավարձով։ Ում Կոլեկտիվին։ Դե Սուզի ջան, եթե այդպես մտածենք, ուրեմն այս ամեն ինչը իզուր է երևի։ Ռացիոնալ չի։ Իրանց կողմից հա կուզենան անել երևի։ Հա, կարող է մի անգամից ռեմոնտը սկսվի։ Դուք գիտեք, որ մենք տարի ու կես է ռեմոնտ ենք ուզում, բայց այդ ռեմոնտը չկա։ Լուրջ, մենք ուզում ենք ծրագրենք, մենք ամեն տարի 4 ներկայացում ենք արել, ամանորի ներկայացումները մեր տեսել եք, շքեղ, բազմամարդ, երաժշտական։ Հիմա ասում են պարոն Թորոսյան, մեր մյուս ընկերները, գործընկերները, դե ասում են այդ ոնց ան, բա որ հենց սկսենք կանգնեն։ Արդեն պատկերացնեք, դա ինչ գեր ծախսերը արվելու ու կանգնելու է, որտեղ են կանելու այդ ներկայացումները։ Հետո մյուս կողմից էլ շրջվում են, ասում են, դուք բանը, այս ինչ բանը այսպես չարեցիք, ձեր ներկայացումը այսպես, այնպես, բամբասանքի մակարդակի զրույցներ, դիլետանտիզմ, ծայրից ծայր։ Ես այսօր ինչ որ հնչեց կոլեկտիվը մեր շատ գոտեպնդված է, հուսով եմ մինչև վերջ մեր ձայնը հասնելու է տեղ, հուսով եմ այդ հանդիպումը կլինի եւ երանելի, այո, դա հին աստվածների նման պետք է ասես հանդիպենք։ Դե ինչ ասեմ, չի ստացվում հանդիպել։ Եվ հուսով եմ, որ հարցին, չէ, կատակը մի կողմ, հուսով եմ, որ հարցին կտրվի դրական լուծում։ Մենք ուզում ենք մեր տնօրենի հետ աշխատել։ Միթե մենք ուզում ենք թռնել Մարս։ Դա այդքան անտանելի, անչափելի ցանկությունն է, մեր ցանկությունը։ Ոչ։ Լավ հասկացան, կարելի է հետ կանչել, չէ՞, հրամանը։ Մի անգամ էլ հանդիպել, մենք չենք գորգռա։ Մենք վատ բառեր չենք ասի իրար, մենք շատ գեղեցիկ մարդիկ ենք, կիրթ մարդիկ ենք, կիստակ ենք, կմաքրենք, կհրավիրենք, ասենք եկեք, դուք եք կգաք, եթե կուզեք ավելի շատ, մենք մեր ձայնը ասենք, մենք ասենք, ինչու ժողովուրդ, այս թատրոնը ուրիշ թատրոն է, այս թատրոնի ֆունկցիոնալն է ուրիշ է, ստեղ ուրիշ քիմիա է, ստեղ ուրիշ խաղ է, ստեղ ուրիշ կազմ է, ստեղ ուրիշ ամեն ինչն է ուրիշ, մուտքն ու ելքը, ամեն ինչը պսիխոլոգիան է ուրիշ։ Ես չգիտեմ, էլի դուք հասկանում եք, հիմա մենք ներողություն պարալիզացվում ենք, արդեն պարալիչը խփել է։ Այսօր մենք չգիտենք ինչ է։ Մենք հիմա ինչ ենք մենք։ Վաղը ավելի է պարալիզովն լինելու, հետո կբերեն երևի չեմ իմանում ով կլինի։ Ստեղ անձի հարցն է չի։ Հասկանում եք ով։
Հարցը ինչու։ Ինչ հիմքով, ինչ պատճառով։ Հանուն ինչի եք սա անում, վտանգում եք նորմալ գեղեցիկ ընթացքը։ Առանց այն էլ մի հատ խնդրում եմ նայեք, այս թատրոնը արժանի է այս վիճակում լինի։ Դու գիտեք մենք ինչքան դժվարություններ ենք քաշում տեխնիկական, մեր տեխնիկ 90 նստարաններն է, դահլիճն է, մենք էլ ենք մեկ-մեկ ասում ենք, մեր հանդիսատեսը այն որ պետքա գա, այստեղ ճաշակ ձեռք բերի գնա, չէ, նայի ներկայացումները փորձում ենք անել հնարավորինս դիտարժան, հետաքրքրաշարժ, որովհետև մեր թիրախը, այդ թիրախն է, ստեղ են ձևավորվում նաև մեր ապագա քաղաքացիները։ Չգիտեմ, երևի նոր տնօրենը երևի որ բերեն, եթե տենց զորով, հրելով, բրթելով բոլորի վրա ասենց մատ թափ, եթե բերեն, ինձ թվում է հենց բերեն մյուս օրը ռեմոնտը սկսվելու է։ Գնալ եք արձակուրդ, Աստված գիտի, ձեր հաստատներից որ մասը կպահվի վերադարձի։ Որովհետև մենք տեսել ենք, չէ, այդ բանը, դա շատ ծանոթ գործ է լավ։ Կրչյանի թատրոնում արդեն փորձարկված սցենար։ Տխուր է որ մենք sense բաներից ենք խոսում, ես ուզում եի որ մենք այսօր ունենանք լավ պրեմիերա։ Ծաղիկներ, ծափեր, ուրախություն։ Մենք այսօր չգիտենք ինչ ենք անելու։ Մեր ստեղծագործական ուղին, գիտեք թատրոնի համար ինչա, երբ որ արդեն կծկվում է մարդը, արդեն նյարդերից բոլորի մեջ իրոք չարությունն է լցվում, արդեն ինքը կարող է լավ չխաղա։ Հասկանում եք, մարդ է, ռոբոտ չի ինչքան էլ պրոֆեսիոնալ է, տրամադրությունները, նյարդեր են, այդքան օրեր մենք այս լարվածության մեջ, ինչա դիտմամբ եք անում, մենք էլ կդիմանանք երևի էլի, ինչ իմանամ ինչքան կդիմանանք, բայց մեր խնդրանքը շատ պարզ է, պարոն Ավինյանը կգա կամ փոխքաղաքապետը առաջի տեղակալ, չգիտեմ ով կգա, ես չգիտեմ, բայց պետք է այդ հանդիպումը հրատապ թող գա, պարոն Թորոսյանին էլ անպայման հրավիրում ենք, մենք էլ ուզում ենք լսել, այսպես նստենք մարդավարի, խոսենք։ Եթե չէ, կնշանակի, որ մենք այդքան էլ ժողովրդավարական երկրում չենք ապրում։ Անորիկ դուք համոզվել, պարոն Հարությունյան։ Մենք Դոնալդ Տրամպին նամակ կգրենք, ինչ ասեմ, որովհետև Սպառնում է։ Լավ, ձեր աղոթելու նշանը ոնց որ լավ է։ Որը։ Մենք սպասում ենք որ կհանդիպենք։ Եղավ։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։ Ժամը 6-ն է, պարոն Հարությունյան։ Ահա, ժամը 6-ն է։ Հիմա մենք պետքա մեր 10:00 կոլեկտիվի հետ մի հատ արագ մեզ մի 5-ից 10 րոպե ժամանակ այնց թվում է պետք որ մենք հասկանանք հաջորդ քայլը։ Շնորհակալություն։ Խնդրեմ։